կարամ ասեմ։ Տեսել ես, որ իրանական ապրանքները եւ իրանացիները գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ ապրանքներ է գնում։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ով մշտապես հայտարարել է, որ երբևիցե, երեխեք լռեք, որը որ երբևիցե չի անի որևիցե քայլ Իրանի Հանրապետության դեմ, մենք այն ապրանքները, որոնց հետ կապված մտահոգություններ կան, այդ մասով բնական է, որևիցե առևտուր Իրանի հետ չենք արել եւ չենք անելու, բայց այն մասով, որը որ Իրանը մեր անմիջական հարևանն է եւ մենք գտնվում ենք փաստացի երկու կողմից փակված վիճակում, հա? Եվ Իրանի հետ մեր հարաբերությունները մշտապես ընկալելի է եղել թե եվրոպացի գործընկերների, թե ԱՄՆ գործընկերների հետ։ Դա մեր աշխատանքի մի մասն է։ Դրա համար եմ ասում, տրիպը ձեռնատու է տարածաշրջանի բոլոր երկրներին վերադառնալով ձեր հարցին, այդ դա է կարևոր երաշխիքը, ոչ թե Տրամպը, մարդել կա ասում է, հա Տրամպը 2 տարի հետո ուրիշ նախագահ է ալնելու։ Հարգելիներ ես, դա պրոյեկտներ են, որոնք միջպետական պայմանագրեր են, եւ միջպետական պայմանագրերը ոչ մեկ չի չեղարկում, առավել եւս տնտեսապես ձեռնատու, իսկ տրիպը տնտեսապես ձեռնատու է նաեւ ԱՄՆ-ին։ Սիմոնյան, նաեւ վերջին Միացյալ Նահանգներ արմատավորված լիներ արդեն տրիպում։ Այսօր արդյոք Հայաստանը ավելի խոցելի չէր դառնա։ Կներես չհասկացա։ Եթե տրիպի հետ։ Հա, հասկացա, լավ։ Ոչ կարծիք կա, որ հիմա եթե Միացյալ Նահանգներ այնտեղ լիներ, գուցեև մեր համար ավելի վատ լիներ։ Ոչ, որովհետև մենք ռազմական բաղադրիչ եւ բովանդակություն չունենք։ Ինչպես հայտարարեց նաեւ Իրանի արտաքին գործերի նախարարը, իրենք որևիցե այն երկրների չեն հարվածել եւ իրենց հարևաններին չեն հարվածում, իրենք հարվածում են ռազմական կառույցներին, որոնք կան այդ երկրում։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ռազմական կառույց չկա, եւ ասեմ ավելին, եթե չեմ սխալվում, իրոք չեմ սխալվում, Սյունիքում մենք ունենք նաեւ Իրանի հպատոսություն։ Այսինքն ես չգիտեմ, ինքը կարծում եմ այդ փորձագետը մի քիչ ուռճացրել է։ Կաթողիկոսին հեռացնելու իշխանության ծրագիրը չիրականացավ, տեսակետներ կան նաեւ մամուլում տեղեկություններ, որ փորձ է արվում ընտրություններից հետո նորից վերադառնալ այդ թեմային, նաեւ դրանով է պայմանավորված, որ արդեն Կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանն պատարագի չի գնում, ներկուսակցական քարոզարշավի է, ինչպեսնի գանձերը Հայաստանից տանելու վերաբերյալ անգամ դատախազությունում որևիցե գործ չկա, հայտարարվում է, որ սա անբակորբոր հայտարարություն է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչու իշխանությունը այս հարցում զատնի դրեց։ Նախ իշխանությունը այս հարցում զատնի չի դրել, այլև ջան, որովհետև այն process-ը, որը որ սկսել է, այլևս անդառնալի է, այլ հարց է, թե ինչ փուլում եւ ինչ ժամանակացույցում, ինչպես ասեց Ռուզանը, ինչ գործողություններ կարվեն, այդ գործընթացը սկսվել է, Կտրիչ Ներսիսյանը որևիցե ձևով չի կարողանում, ինչ ա եղել։ Ինչն է քեզ տենց ուրախացնում։ Չեմ հասկանում։ Որևիցե ձևով չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում որոշումներ կայացնել, այդ process-ը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կավարտվի իր բնականon ձևով, ինչ վերաբերում է վարչապետի պատարակներին գնալուն, դա իր անձնական որոշելիքն է, ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ, խոսել եմ իր հետ դրա մասով, նույնիսկ քարոզարշավի հետ կապված մենք խոսակցություն ենք ունեցել, ասել է ես չեմ կարող, ես պետք է գնամ պատարակների, պետք է ինչ-որ ժամանակացույց նենց անենք, բայց դե ասենք մարդու անձնական աղոթքի հետ կապված կարծում եմ ես չէ որ պետք է խոսեմ։ Նկատի ունեմ, որ ըստ էության այլևս ակտիվ չի այս թեմայով իշխանությունը։ Լսեք, որովհետև ինչա։ Լսեք։ Չի խոսում։ Ոչ, չի խոսում։ Այդ խոսում է այն բանի մասին, որ Փաշինյանը ունի պատասխանատվության շատ բարձր աստիճան իր մեր երկրի, իր գործողությունների եւ հախուռն որևիցե բան չի անում, այլ ամեն ինչ անում է շատ հաշվարկված եւ իմանալով, թե երբ ինչ է պետք անել եւ վստահեցնում եմ ձեզ, ասենք, ես ուղղակի զարմանում եմ, մեկ-մեկի մոտ տպավորություն է, որ դուք տենց ուզում եք ասեք այն ինչին դուք հավատում եք, այլ ոչ թե այն իրականությունն է։
Լսեք, ես խոհանոցում նստած ջադուների բամբասանքները չեմ մեկնաբանում։ Ամեն ջադու, որ խոհանոցում նստած ինչ որ մեկի մասին խոսում է, բամբասում են, ես էլ իբր երեխա ունեմ, ինչ ասես, սաղի մասին ինչ որ բաներ են խոսում, հա։ Հիմա ես ստեղ կանգնած, դուք այսքան լրատվամիջոցներով, բա իմացաք մեր հարևան Վարդուշը իրանց սենյակում նստած ընկերուհուն բան պատմեց։ Երեխեք, թարգեք այդ ամեն ինչը, հա։ Հարցնում եք քաղաքական հարց, ասում եմ, այդ process-ը ավարտվելու է նրանով, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին մնացած բոլորով հանդերձ, հա, ինչքան ինստիտուտ կար, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը համընտրությունը կրեց, հեսա հաջորդ ընտրությունն է կրելու եւ այլն եւ այլն։ Ինչ եք ուզում հասկանամ, հետքալ չենք անում, լսեք, չէ, որովհետեւ չենք ուզում որևիցե ձևով այնպիսի բան անենք, որը որ կարող է ընկալվել Հայաստանի Հանրապետության վարկանիշին կամ Հայաստանի Հանրապետությանը վնասելու։ Լավ դե հիմա հարց տամ էլի, լավ դե հիմա այն դու սկզբից հենց անձամբ դու եկել ես ստեղ, ինձ ասում էիր, սա հարցակում է եկեղեցու վրա։ Դրանից հետո եպիսկոպոսները սկսեցին մեկը մյուսից հերջ տալով հրաժարվել եւ միանալ։ Եկաք ասեցիք, եկաք չասեցիք, բայց այդ մարդիկ լավ էլի մի խնդրում եմ նորից ժողովուրդ, հեսա կվերադառնանք, ժողովուրդ, ամեն մի լույս, եթե հիմա ստեղ մի հատ լույսը անջատվի, դա չի նշանակում, որ շենքում լույսի խնդիր կա։ Ամեն մի քայլը գալ ասել, ահա, ձեր մոտ չստացվեց, եւ չգալ ասել, ահա, լսեք, ադմինիստրատիվ ռեսուրս չեք տեսել, որ ադմինիստրատիվ ռեսուրս տենակ, Կտրիչ Ներսիսյանին կկանդալեն, կտանեն, հանգստացեք։ Կարնի ջան, կրկնում եմ, չէ, Կարնի ջան, 1700-ամյա եկեղեցում ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որը որ աղոթել չգիտի, որը որ հայրմերը չգիտի, ոչ է խաչակնքվել գիտի, ձախողվել է ինքը։ Մենք եկեղեցու հետ կապված որևիցե գործողություն չենք արել։ Մենք գործողություն ենք արել, անելու ենք, որպես մարդիկ, ովքեր որ հավատում են, իսկ իրավապահները գործողություն են անելու այն մարդկանց վրա, այն մարդկանց հետ կապված, ում հետ կապված կան դրա առիթները, ու մի զարմացեք։ Ինֆորմացիա բառը մի օգտագործի հետո։ Մանկապիղծ բառն եմ օգտագործել, ասա դա։ Դե Կարնի ջան, տես, եթե ասեմ, եթե դատախազությունում անգրագետ մարդիկ կան, պետք է զբաղվեն։ Ես գիտեմ, որ լրատվական դաշտում անգրագետներ կան, ու իրանք շատ են, եւ ռուսերեն լեզվի տիրապետողներ չկան, պետք է զբաղվեն բնականը, բայց արի տես, որ ոչ մեկ չի զբաղվել դրանով, նույնիսկ ՀԿ-ները չեն զբաղվել, նույնիսկ որևիցե մեկը դատարան չի դիմել, բա ինչի չեն արել, գիտես ինչի Կարինե, որտեվ այդ ինչ որ դու ասում ես, կեղծիք է Կարինե ջան։ Ես նման բան չեմ ասել։ Ես ասել եմ, ենթադրենք, ինչ որ X երկրում, ենթադրենք, ինչ որ նմանատիպ բան է լինում, եւ իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի, ես հարգելի ես, ես ներողություն եմ խնդրում, կարող ես պետք Շոգ ջան, այդ մարդիկ անգրագետներ են, թող ինձ դատի տան, անգրագետ են, գոյություն օրինակ փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի ՖԻՊ-ը, որը որ եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել, այլ տարբերակ, ես ես խնդրում եմ, լավ, այդ տենց ասում եք 1700-ամյա ինչ-որ բան, կարն է թող խոսեմ, չէ, իսկ քիչ են ասում, ես ԿՊԱ-ականների մասին չեմ ասում, աշխարհում ամենահայտնի, ամենատարածված օրինակը, որ եղել է, հա, եկեղեցու մանկապղծության օրինակն է եղել եւ դրա մասին բազմաթիվ բաներ են գրվել։ Էդ եմ ասում, Կարինե ջան, ցավը տանեմ, ես քեզ խնդրում եմ, նախ մենք դրա համար չենք պահանջում, մեկ, որտեվ ինքն է իր կանոնները խախտել եւ ինքը եթե երես ունենար, եթե արժանապատվություն ունենար Կտրիչ Ներսիսյանը, ինքը կգնար։ Ուղղակի ինքը անարժանապատվություն չունի, որ երեխայի հետ կապված ոչ հերքումա,
ոչ հաստատում է, դու պարզա չէ որ կա եւ ակնհայտ է որ ինքը խախտել է, իրենց հենց կանոնագիրքը հիմա դա ընդունված չի, չգիտեմ դրան իրանք են որոշում, իրանք չեն որոշում, դրանք հարակից խոսակցություններ են, արել ես, հիմա դուք ինձ գաք ասեք դուք կաշառք ես վերցրել, ապացույց լինի, ես ասեմ դա ազգային ժողովի ներքին գործն է, ասում եմ մի վախեցեք, թիվ 5 հեռուստաընկերությունը, թիվ 5 Կարնի ջան, ռուսերեն, ես խնդրում եմ, ես ռուսերեն լեզվի դասատու չեմ, գնացեք, կրկնում եմ, եթե կա մարդ, որ մեծ փրթում է, խոսում է, Facebook-ներում, դոշերն է տեցում, ինչ-որ բաներ է խոսում, այն որ տեսա News.am-ի նախկինում նորմալ լրագրող էր, հիմա այտենց տապալվել է որպես լրագրող, տիկինը խոսքս նենգա փոխում էր, ասում էր, բառացի ասել է, ժողովուրդ, ինչքան դուք տենց դատարկ թեմաների աճ պարություններով զբաղվեք, այնքան ընդդիմությունը նույն տեղում դոփելու է, շարունակեք դա անել, իսկ եթե կա մարդ իմ հայտարարության հետ կապված, ինչքան ժամանակ անցել, մի 15 օր արդեն անցել է, բա ուր են այդ մարդիկ, ուր են այդ հկները մեծ խոսածները, ու գնան մեկ դիմում գերեն դատախազություն, չեն հավատում դատախազությանը, միջազգային կառույցներին թող դիմեն, չեն հավատում միջազգային կառույցներին, չգիտեմ, հայց թող ներկայացնեն դատարան, որովհետև խնդրեմը կանում նրանում, որ դա անգրագիտություն, հաճույք եմ ստանում այս թեմայից։ Պարոն Սիմոնյան, փաստորեն Թող մարդկանց դիմեն, դատարաններին չեն վստահում, այն մարդիկ, ովքեր դատարաններին չեն վստահում եւ քաղաքական օրակարգի հետ կապված հարց ունեն, թող դիմեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին գնան, ասեն, գիտես ինչ, Ալենը սենց բան է ասել, բայց դու չես ուզում դրա դեմ ձեն հանես։ Այդ դեպքում, երբ որ դրան արձագանք չի լինում, թեման է փոխվում։ կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում այս պահին կաթողիկոսին հեռացնելու օրակարգի շուրջ դադար է վերցրել։ Ոչ։ Ինչպես է, հիմա որևէ դրսևորում չի ունենա։ Այդ process-ը չի դադարել, չի դադարում ու չի դադարելու։ Պասիվություն է այդ դեպքում։ Նախ ներքին կուսակցական նախընտրական process-ներով։ Դե դադար է, էլի վերջ։ Չէ, դադար չի։ Հիմա որ ներկուսակցական քարոզարշավը ես դեռ հարցազրույց չեմ տալիս։ Պարոն Սիմոնյան, ներկուսակցական ընտրությունների հետ կապված Ուրեմն վերադառնանք քաղաքականություն, եթե ձեր կուսակցությունը չհավաքի անհրաժեշտ մեծամասնությունը 51%, դուք ում հետ եք համագործակցելու, ձեր տեսլականում կա համագործակցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց ես բացառում եմ նման իրավիճակ, ես մոտավորապես ենթադրում եմ, թե ինչ տոկոս ենք մենք ստանալու եւ վստահ եմ համանդրական մեծամասնություն։ Դե որովհետեւ այո, հարցումը գիտեք որն է, հարցումը ով է ձեզ ասում։ Այդ ձեր այդ 24 News-ի տակը գրած այդ ֆեյքերի բանով եք չափում։ Որտեղ եք նայում։ Հարգելիս, նախ սա համապետական քարոզարշավ չի մեկ, երկրորդը դա տենց չի, ընդհակառակը։ Մարդկանց մենք էլ ենք այդ համեմատում, մարդկանց մեջ չկա այն ներվը, չկա այն բացասականը, որը որ կար 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ ես ձեր հետ պատրաստ եմ մարջ գալ բոլորի հետ։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մարջ են գալի, ասեք, դուք ասեք դուք ինչ եք ուզում, ես ասեմ ես ինչ եմ